Այս էլ արած։ Ինչ կա երեխեք ջան տնայինից ու вообще թեմաներից։ Նորմալ է եղել։ Հասկացա։ Ինքը զապրոսների հետ էր կապված։ Հա, միտեմ։ Բայց խի։ Հմ։ Սև է։ Դա ինտերնետից կա։ Իրեն ոչ եմ կարասում, բայց պետք է սև լինի։ Playlist. This is my playlist. Score. This is չի վերջինը։ Չէ, վիդեոյի հետ կապված Միլենա ջան, չգիտեմ ինչի համար այտենց բաց է, բայց ամենայն դեպս դասը կնայես, լավ։ Այսօր էլի այդ զապրոսներին ենք անդրադառնալու, հա, Axios-ի զապրոսներին, Axios-ը գրադարան, հա, ուրեմն գոյություն ունի գրադարան, ուրեմն դա script-ով միացրել ենք index HTML-ում head-ի մեջ, հա, head-ի մեջ tag-ով միացրել ենք script-ով, script tag-ով։ Այդ գրադարանը միացրել ենք, սա ուղղակի copy արել բերել ենք, դրել ենք, որ ինձ բանում Google-ում գրես Axios link, հա, որ ինքը միանում է, իրան կարաս բերես միացնես, head-ի մեջ դնում ես արդեն Axios գրադարանը կպնում է, հետո արդեն երբ որ գրում ես Axios, իրա get-ով դու իրա մեթոդներին ես դիմում, օրինակ մենք արել ենք get, հա, երբ որ get ես անում, ինքը վերադարձնում է, ճիշտ է։ Ուրեմն, ինչ խնդիր ունենք, վերջի խնդիրը որն էր, չիմացա ես, հա, վերջի մի երկրորդ Playlist-ի կողքին ունենալ input search-ի համար ամեն key-up-ի դեպքում պետք է search անել և գտնել յուրաքանչյուր տող, որ title-ի մեջ գտնվի search input-ի ֆայլում։ Լրիվ ջնջելու դեպքում պետք է նորից հետ վերադարձնել ամբողջական ցուցակը։ Հա, հասկացա։ Բայց առաջինը երկրորդի հետ կապ ունի, ամեն օբյեկտի համար ունենալ div, որը կպարունակի user ID title, քանի որ շատ մեծ է լինելու զանգված, ավելացնել scroll տվյալ div-ի ներսում change directory button-ին կլիկ անելուց պետք է դատարկել ամբողջ թողնել միայն վերևի մասը, playlist-ի կողքին ունենալ input search-ի համար։ Playlist-ը, որ ինչով ենք ստանում, այսինքն չասկա։ Ալբոմները, մի րոպե, ալբոմսի մեջ playlist կա, JSON placeholder, րոպե, դա user-ները մտնենք, հետո չգիտեմ, albums, playlist,
Ալբոմսներին է zaprosը հետևյալ endpoint-ին ստանազանգված հետևյալ օբյեկտով։ Օբյեկտը ճիշտ է ասում, հետևյալ օբյեկտով ստանում ենք։ Հետո ամեն օբյեկտի անունը ունենալու դեպ, որը կպարունակի user ID type-ը, քանի որ շատ մեծ է լինելու զանգված, ավելացնենք որ տվյալների ներսում։ Բացի կլիկաներով պետք է դատարկել ամբողջ ինֆորմացիան, թողնել վերևի մասը։ Playlist-ի կողքին ունենալ input search-ի համար։ Ամեն կերպի դեպքում պետք է search-աները գտնել յուրաքանչյուր գտնելի search input-ի value-ն լարի ջնջելու դեպքում պետք է նորից վերադարձնել ամբողջական ցուցակ։ Որ մասը չես հասկացել ջան, որ ինչ պետք է անես։ Երեխեք ում մոտ էլ չի ստացվել այս երկրորդը։ Մանե ջան, դու գրել ես։ Playlist-ի կողքին ունենալ input search-ի համար։ Այս playlist-ը ոնց ես արել կամ չգիտեմ ինչա, input-ա չէ ինքը ուղղակի Հա, նու zaprosից եկած էլի, այսինքն դատան է մեր ամբողջական։ Այսինքն դատայի հետ կապված, երեխեք ինքը պետքա ոնց որ բան անի, search անի։ Այսինքն ստե մի հատ input ունենալով, հաշվենք էսի ասենք խոսքի օրինակ մեր input-ն է, մի հատ input ենք ունենալու, հա, այս input-ն է։ Երբ որ ես ասենք, չգիտեմ, ինչ որ բան գրեմ, սենց նու բերի, գնա zaпрос անի, բերի ցույց տա այդ ամեն ինչը։ Ուրեմն search-ի input-ի կողքին կից ավելացնել եմ կարող փոքր չափով։ Ինչ անենք, նոր դասն անցնենք, հետո այս խնդրին անդրադառնանք, համել լուծենք, հա։ Անենք այտենց, հետո որպես խնդիրների բան, հա, որպես տարբերակ էսի կանենք։ Ով կհիշացնի անցած դասին ինչ ենք անցել երեխեք։ Ինչն ենք արել անցած դասին։ Ինչն ենք արել դրել էկրան։ Ինչ էր promise-ը, ինչ էր իրանից ներկայացնում вообще մեր promise-ը։ Եթե մենք ենք promise-ը ստեղծում, մենք ենք, չէ՞ որոշում, որն է լավ ուղղությունը, որը վատ ուղղությունը։ Երբ որ promise-ը մենք գրում ենք, ինքը այդ պահին ակտիվ է, թե պարտադիր պետքա մենք իրան լսենք։ Բայց ինքը ակտիվ է, չէ՞։ Okay, համաձայն եմ, անսինխրոն գործողություն է, ընկնելու է web API-ի մեջ, հետո սպասման փուլում, հետո նոր անցնելու է գործողության տիրույթ, գործողությունների կատարման տիրույթ, համաձայն եմ, բայց ինքը կատարվում է, երեխեք, իր համար մեկա, դու իրան լսում ես, թե չէ, ինքը մեկա կատարվում է այդ ամեն ինչը, ոնց որ կինոն միացրած լինի, տելևիզորը, չէ, տելևիզորը մեկա գնում է, հա, հաղորդումները գնում են,
այդ քո համար YouTube չի, որ դու երբ միացնես ու դնես այդ քո ուզած ձայնագրությունը, տեսա ձայնագրությունը, դա էլ նայես։ Ուրեմն, promise-ը կատարվում էր անկախ քո կամքից թե չէ, ինքը ասում էր ես կատարում եմ, դու կլսես, չես լսի, դա արդեն քո պրոբլեմն է։ Ասում էր կլսես, թե չէ, իսկ promise-ին ոնց ենք հետևում, ինչի միջոցով ենք հետևում։ Ոնց ենք լսում promise-ին, լավ, promise-ը կատարվում է, մշտական կատարվում է ինքը, բայց մենք ոնց ենք իրան լսում, ինչի միջոցով, որ հայտարարում ենք, գրում ենք new promise, հետո, կետ, ինչ ենք անում, ինչ, կետ դենի միջոցով ենք, չէ լսում իրան, այսինքն իրա կատարմանը հետևում ենք ու դրան մենք անվանում ենք լսել էլի, սենց ճակերտավոր, որ իրա ասածները մենք լսում ենք։ Ուրեմն, հաշվենք ինքը ռադիո է, երեխեք, այդ ռադիոն անընդհատ գնում է, եթե դու կպնում ես այդ հաճախականությանը, դու լսում ես, թե ռադիոն ինչ է ասում, կապված որ պահից ես դու դա միանում, այդ ամեն ինչի մասին, ասենք հետագայում էլ ենք անցնելու, տարբերությունը promise-ի ու observable-ի, ուրեմն դրանում է կայանում, հա, ուրեմն promise-ի դեպքում ինքը կատարում է ու անկախ այդ ամեն ինչից, թե դու իրան լսում չես լսում, դա իր համար մեկ է։ Իսկ ի տարբերության իրան, Angular-ը ստեղծել է մի հատ մեթոդ, որը կոչվում է այս բաների մեջ, հա, այս տիրույթում observable։ Observable-ի ու promise-ի տարբերությունը կայանում է նրանում, որ promise-ը անընդհատ կատարվում է անկախ նրանից, թե իրան լսող կամ լսող չկա, իսկ observable-ի դեպքում observable-ը ոնց որ կատարվում է այն ժամանակ, երբ որ տեսնում է, որ իրան լսող կա։ Ուրեմն, երբ որ մենք Axios-ով զապրոս ենք կազմակերպում, Axios-ը մեր գրադարանն էր, ճիշտ է։ Ուրեմն անցած դասին Միլենա ջան, մենք անցել ենք Axios-ների մասին, հա, Axios-ը, որը վերել ենք script-ով միացրել ենք, դա մեր գրադարանն է, հա, այս Axios-ի մասին է խոսքը։ Ուրեմն, երբ որ գրում ենք Axios get ու դնում ենք ինչ-որ մի հատ link, ուղղակի ուզում եմ այս link չկորցնելու համար վերեմ, եկեք այսքան մասը վերցնեմ, նոր կջնջում, երբ որ ես գրում եմ Axios get Axios-ի մեջ գրված մեթոդ է, որը այս պարագայում պատասխանատու է ինչ-որ մի բան հետ բերելու, այսինքն սա զապրոս է, որը մեզ հետ է վերադարձնում promise ու իրան լսելու համար գրում ենք get den։ Get den-ի միջոցով արդեն մենք լսում ենք իրան ու կատարում ենք այդ ամեն ինչը։ Հիմա այսօր մենք անցել ենք get մեթոդը, երեխեք ջան, ծանոթացել ենք get մեթոդի հետ, բայց ինչպես անցած դասին ասեցի, մենք ուրեմն ծանոթանալու ենք Axios-ի մի քանի այլ մեթոդների հետ, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ։ Ուրեմն get մեթոդի միջոցով հասկացանք, որ մենք մեր backend-ից կամ, չգիտեմ, մեր բանից, հա, fake այս հասցեներից կարողանում ենք ինֆորմացիան բերել ու այդ ինֆորմացիան արտապատկերել մեր մոտ կամ այդ ինֆորմացիայից վերցնել այն, ինչը որ մեզ անհրաժեշտ է։ Ուրեմն, ինչ էր HTTP request-ը, հա, HTTP request-ը, որը Axios-ի հենց գաղափարներից մեկն է, որտեղ մենք հետո Axios-ը Angular-ում դառնում է, փոխարինվում է HTTP կլիենտով, որն էլ պատասխանատու է backend-ից ինֆորմացիաներ բերելու զապրոսների request-ների համար։ Ինչ է HTTP request-ը։ Դա երբ որ front-end-ից դիմում ենք սերվերին տվյալ ստանալու կամ ուղարկելու համար։ Հիմա, քանի որ անցած դասին մենք ուղղակի անցել ենք տվյալները վերցնելը, այս դասին մենք արդեն մի անգամ կանադառնանք get-ին, օրինակ, ոնց վերցնեմ user-ներին, օրինակ, ոնց էի գրում երեխեք, գրում էի Axios, ճիշտ է, get մեթոդը դնում փակագծեր, չակերտների մեջ գրում
հասցեն, թե որտեղից պետքա բերի, այսինքն URL-ն եմ դնում, թե որտեղից պետքա գնա ու բերի։ Եթե դու աշխատում ես իրական պրոյեկտի վրա, այս հասցեն քեզ տալիս են, հա, backend-ը տալիս է քեզ այս հասցեն, ասում է, որ քո զապրոսները եղբայր լինելու է այս հասցեով, կգաս կդիմես սրան ու քեզ ինչ որ պետքա կստանաս, ուզում ես get կանես, եթե տվյալ ես ավելացնելու post կանես, եթե ուզում ես ինչ որ մի բան թարմացնես, դա կանես ուրեմն put, ուրեմն եթե ուզում ես ջնջես կանես delete։ Հիմա եթե մենք ուզում ենք, ասենք մեր backend-ը մեզ JSON placeholder-ի միջոցով է տվել։ Հիմա ես սա գրում եմ, ասում է վերցրու user-ները, այսինքն ստեղ ես ունեի, ճիշտ է, մի քանի բան, հա, post-երը, մենք post-երի միջոցով ենք անում, ներքևը ունենք users, 10 հատ user ունենք, ուրեմն, այս post-ի տեղը գրում եմ, այս իրա հիմնական հասցենա, get.com, slash-ով արդեն slash-ից հետո, ես առանձնահատկություն եմ տալի, թե ինչից եմ ուզում օգտվեմ, այսինքն JSON placeholder get-type-ի կոդ get.com-ը տանում է այդ տիրույթ, հա, backend-ի տիրույթ, տանում է այդ սերվերների մոտ, հետագայում սենց համարենք դռներ, հա, որտեղ գրված է, մեկի վրա գրած է users, մեկի վրա գրած է posts, այսենց, մեկին comments, albums, photos, to-dos, ու այս ամեն ինչը դռներ են, ու այդ դռների ներսը պահում են ինֆորմացիաներ։ Դու արդեն slash-ից հետո, երբ որ այս URL-ի slash-ը դնում ես, URL-ից հետո slash ես դնում, դու արդեն ասում ես, թե որ սենյակ մտնի ինքը։ Հիմա ես ուզում եմ, որ user-ները բերի իմ համար, գրում եմ users, հետո, այս ներքևում, երեխեք, հաջորդ տողը ինքը շարունակություն է համարում, որպեսզի երկար չգնա ու ամեն անգամ այս տակով այս կոմենկոմ անեմ, գրում եմ get-den, քանի որ ինքը հետ է վերադարձնում promise, այսքանը, այս Axios get ու ինչը որ դրած է, վերադարձնում է promise, հիմա promise-ին լսելու համար պետք է դնեմ get-den, հետո ասում եմ, որ ինքը հետ է վերադարձրել response, այս response-ը իրանից ներկայացնում, ասում եմ, եկեք console log անենք, հասկանանք, թե ինչ ենք ստացել, հա, response-ը, ուրեմն, եկեք իրա get catch-ը գրեմ, այս էլ error-ի մասով, error, console log, console log կարամ գրեմ կամ մի անգամից console error, հիշում եք console error-ը, կարամ գրեմ error, գնացինք, հիմա հասկանանք ինչ ենք ստացել, երեխեք ստացել եմ մի հատ մեծ օբյեկտ, օբյեկտի ներսում կա data, կա config, կա data, կա headers ու request, զապրոսնա գնացել, երբ որ մտնեմ network, սա է հիմնական հատվածը, որ դու հասկանաս քո զապրոսները գնացել է, թե չի գնացել, ուրեմն խփում եմ users-ի վրա ու տալիս եմ headers, ստեղ ինձ տալիս է, հա, request-ի URL-ը, ասում է ինչով ես դիմել, մեթոդը ասում է, որ մեթոդով ես դիմել, status կոդը, remote address-ը, հա, հեռավար ադրես, որ կարա սենց լինի, այսենց, ինչ-որ կոդերի հաջորդականությամբ իրական պրոյեկտների դեպքում քեզ տալիս backend-ը, որ դու կարանաս կպնես, հիմա այս preview-ի մեջ տալիս է, թե դու ինչ ես ստանում, ասում է հիմնական դու ստանում ես այս զանգվածը հիմա, որ գնանք կոնսոլում, նայենք, տեսեք կոնսոլում, գտնվում է data-ի մեջ, այսինքն մի հատ մեծ օբյեկտի մեջ է փաթաթած, ու իրա մեջ կա data, data-ն է զանգվածը, որպեսզի ես առանձին ստանամ այս զանգվածը, ստեղ ոչ թե տպում եմ response-ը, ասում եմ response-ի get data-ն է ինձ պետք, բեր ներկայացրու data-ն, հիմա այս օբյեկտը վերածում է մի հատ զանգվածի, որի հետ էլ կարամ գործողություններ անեմ,
Հետագայում կմտնեմ այս զանգվածի մեջ, ինչը ինձ պետք է, նա էլ կվերցնեմ ու կօգտագործեմ։ Կասեմ, որ զանգվածից վրա for կֆռամ, for-ս ֆռալուց հետո արդեն ամեն մի հատ օբյեկտին կարամ կպնեմ։ Ուրեմն ինչա կատարվում։ Get-ով հարցում ենք անում։ Սերվերը մեզ վերադարձնում է data, որպես ինֆորմացիա։ Մենք ստանում ենք response-ի get data-ն, վերցնում ու օգտագործում ենք։ Հիմա ոնց արեցինք get-ը, նենց էլ անում ենք post-ը։ Ուրեմն post-ը ինչ-որ տվյալ ավելացնելու համար է։ Ասենք ինչ-որ մի հատ բան, հա, մարդ, երբ որ դու, չգիտեմ, login ես ելնում, backend-ում կա ուրեմն data, հա, database, ուրեմն ընդեղ այդ բանին դատաների հատվածում պահվում է քո ինֆորմացիան, երբ որ դու ռեգիստրացիա ես եղել։ Երբ որ դու ուզում ես login ելնես, գնում է համեմատում ատեղ, գտնում է, եթե դու նման տվյալներով մարդ կա, նոր ինքը քեզ թույլ է տալի մտնես։ Իսկ եթե նոր ես գրանցվում, երեխեք, այդ նոր գրանցման համար տակից աշխատում է post-ը։ Հիմա ասենք ես ուզում եմ user-ների մեջ ավելացնեմ նոր user։ Այդ ամեն ինչը անելու համար պետք է օգտագործեմ post մեթոդը։ Եթե get-ի միջոցով մենք ինֆորմացիան վերցնում ենք, ու բանը get-ի ժամանակ մենք ուղղակի գրում ենք հասցեն, թե որտեղից գնա ու մեզ ինչը վերադարձնի, քանի որ մենք միայն get-ի միջոցով ուզում ենք ինֆորմացիա վերադարձնենք։ Բայց եթե ուզում ենք մենք ինֆորմացիա ավելացնենք, այդ ինֆորմացիա ավելացնելը այդ մեր բանում, հա, user ենք, ասենք user ենք ուզում ստեղծել։ Այդ ստեղծումը կատարվում է post-ի միջոցով։ Ուրեմն get-ը բերում ենք, post-ը ստեղծում ենք, ինչ-որ մի բան։ Օրինակ այս դեպքում ուզում ենք user ստեղծենք։ Նորից գրում ենք axios get post, արդեն post ենք գրում։ Ուրեմն ի տարբերություն get-ի, post-ը մեզանից պահանջում է երկու պարամետր։ Երբ որ իր փակագծերը դրվում է արդեն իր կողքը, այս մեր մեթոդը տակից, որպես Axios-ի մեթոդ, երեխեք, պարունակում, մեզանից սպասում է երկու պարամետր։ Առաջինը սպասում է, թե դու որտեղ ես ուզում ավելացնես, ասում եմ գնա user-ների մոտ, ավելացրու։ Հաջորդով ասում է, ինչ ես ուզում ավելացնեմ, ու դա քեզանից ուզում է որպես օբյեկտ։ Ասում է օբյեկտի մեջ փաթաթի ու ինձ տուր այն ամեն ինչը, ինչը որ դու ուզում ես, որ ես ավելացնեմ։ Հիմա, ստեղ ասում եմ, ուզում եմ մի հատ name-ը ավելացնեմ, ոսկե օրինակ, չգիտեմ, Գուրգեն, ուրեմն, ու ասում եմ, մի հատ user եմ ավելացնում, որի name-ը լինի Գուրգեն, իսկ age-ը լինի 25, ասենք։ Սա անում եմ, սրա տակից գրում եմ get then, ուրեմն, response, console log, հիմա ստե կգրեմ created, ավելացրեցի, ու ստե ասում եմ response-ի get data-ն, response get data։ Հիմա այս մեկ get մեթոդը comment ենք, post մեթոդը հասկանանք ինչ եղավ։ Ուրեմն գնացինք, հետ ենք բերում, created հետ է բերում, name-ը Գուրգեն, age-ը 25, ID-ն սարքում է երեխեք 11, ուրեմն այսինքն մենք 10 հատ user ունենք, ճիշտ է ստեղ, տեսեք, 10 հատ user ունենք, արդեն մենք ստեղծում ենք 11-րդը, ինքը ID-ների հերթականությունը ավտոմատ է անում, այսինքն երբ որ տանում է backend-ում ինչ-որ մի բան ավելացնում է, բոլոր մեթոդների մեջ գոյություն ունի ID-ն։ ID-ն այն գաղափարն է, որի միջոցով դու կարող ես այս օբյեկտների հետ աշխատել։ ID-ն չկրկնվող է ու բոլորի համար unique է։ Այսինքն դու կարաս ID-ների միջոցով շատ մեծ, հա, լոգիկաներ դնես ու աշխատես իրանց հետ։ Հիմա ավելացրել եմ, երբ որ գնամ network, նայեմ user-ները,
ասում է, որ դու օգտագործել ես post մեթոդը 201 ու created, ասում է ինչ-որ մի բան ավելացրել ես, payload-ով քեզ ասում է, թե դու ինչ օբյեկտ ես ուղարկել ու ավելացրել, preview-ով էլ ասում է, թե դու ինչ ես վերադարձրել, response-ն էլ սա է, այս բանն է, օբյեկտն է, Այսինքն, եթե մենք ուզում ենք ինչ-որ մի բան ավելացնենք, այդ ավելացրածը մենք ուղղակի հետ վերադարձրեցինք ու նայեցինք, ասեցինք, հələ տեսնենք ինչ ավելացրեցինք։ Մենք ավելացրել ենք մի հատ օբյեկտ, որը պարունակում էր երկու հատ արժեք, name ու age, իսկ այս ID-ն ինքը արդեն ավտոմատ ավելացրել է։ Ուրեմն, ինչա իրանի, ուրեմն post-ը պարզ էր, ճիշտ է, ի տարբերություն get մեթոդի, այս մեր get մեթոդի ի տարբերություն, ինքը սպասում էր քեզնից երկու պարամետր։ Առաջինը URL-ն է, թե որ հասցեով գնա ու ինչ որտեղ ավելացնի, վայրը։ Երկրորդ, ուրեմն պարամետրը քեզանից սպասում է օբյեկտ։ Օբյեկտի մեջ էլ ասում է dn արժեքները, ինչը որ ուզում ես դու տանես ու ավելացնես backend-ի տնչված URL-ով, հատվածում էլ, որտեղ ինչ-որ ուզում ես ավելացնես։ Հիմա գոյություն ունի հաջորդ մեթոդը, որը կոչվում է put։ Ուրեմն put-ը ինչը անում երեխեք։ Այս put-ը թարմացնում է ամբողջ օբյեկտը։ Գրվում է հետևյալ ձևով։ Ուրեմն axios get put իրա մեջ նորից դնում ենք, ուրեմն թարմացնում ենք ինչը, ասում ենք, որ արի հարգարժանը, քեզ մինչև այսքան user-ը վերցնում ենք, սա ինձ պետք է, ուրեմն, սա դնում եմ, ասում եմ, թարմացումը անում ենք user-ների, բայց առաջի ID-ովի հետ կապված, /1 Ես նման ձևով է կարամ հետ ստանամ, մենակ մի հատը, ճիշտ է, դրա համար, քանի որ մի հատը կարամ ստանամ, երեխեք, այս ուղիով գնացինք backend-ի տիրույթ, այսքանով, այս users-ով, չէ, այս get.com-ով, գնացինք, այդ մեծ միջանցքում հայտնվեցինք, հետո եկանք user-ների դրան մոտ, երբ որ գրեցինք /users, դուռը բացվեց ու մտանք նես, արդեն երբ որ գրում եմ /1, user-ները հաշվեք, սենց պատի հետ սիրուն շարված են, ամեն մեկի վրա, ամեն մեկի ոնց որ այս դոշին գրված է մի հատ համար, ֆուտբոլիստների պես։ Հիմա առաջի user-ի արկղիկի վրա, որ իրա ինֆորմացիան է պահած, իրա Gmail-ն է պահած, իրա անունն է պահած, իրա տարիքն է պահած, այն ինֆորմացիան, ինչը որ user-ը created ելնելուց օգտագործել է։ Այսինքն ինչ ենք մենք իրանից ուզել, name-ը, age-ը, հաշվենք մի հատ դարակա, որը դա պատկանում է այդ user-ին, ամեն մի նոր գրանցվող user-ի համար մի նոր դարակա ստեղծվում, դարակաշար, ու տեղ գրված է 1, վրան գրված է 1, դա ID-ն է, ID-ն unique է ու չկրկնվող, ասում եմ հիմա թարմացնում ենք այդ ամբողջ օբյեկտը user-ի 1-ի հետ կապված, այդ ամբողջ օբյեկտը, սա user-ն է, հա, մտել եմ user, ուր էր, users, սա առաջի ID-ովն է, տեսեք ինչքան բան կա իրա մեջ, հա, ID-ն 1, name-ը ես ինչ, user name, email-ն է, իր ադրեսն է, փողոցն է, ու սենց քաղաքն է, zip code ունի հատուկ իրա համար, ու սենց լիքը ինֆորմացիաներ կա, հիմա ասում եմ, արի update արա, put-ը պատասխանատու է այդ update-ի համար, ու էլի մեզնից ուզում է երկու պարամետր, ասում է գնացի քո ասած հասցեով, մտա քո ուզած սենյակը, մտա քո համապատասխան user-ի ID-ն գտա, ասում է ինչը թարմացնեմ, ասում եմ փոխի իր անունը name-ը դիր, new name ասենք խոսքի, չգիտեմ, new name, նոր անուն դիր իրան, հետո, ասում է էլ ինչը փոխեմ, ասում եմ տարիքն է փոխի, դարձրու 30, սխալ էր գրել, իրա տարիքն է փոխի սարքի 30, ասում է շատ լավ, կգնա երեխեք ջան, հա, ստեղ օբյեկտա պետքա ստորակել դնի, կգնա ուրեմն առաջի user-ի անունը կփոխի new name, տարիքն է կփոխի 30,
Այսինքն, որ պարամետրերը, որ դու իրա հետ ուղարկում ես օբյեկտի մեջ փաթաթած, հենց այդ դրանք էլ ինքը փոխում է։ Ուրեմն, get-ը վերադարձնում էր ու ընդունում էր մեկ պարամետր, դա մենակ URL-ն էր, post-ը ավելացնում էր ինֆորմացիա, որը ընդունում էր երկու պարամետր, մեկը URL-ն է, երկրորդը օբյեկտ, թե ինչը պետք է ավելացնի, ու նոր ID-ով create-id էր անում։ Ուրեմն, իսկ put-ը կատարում էր թարմացնել ամբողջ օբյեկտը, հենց ինքը տենց է կոչվում, հա, թարմացնում էր այս ամբողջ օբյեկտը, ասում ենք user-ների առաջի ID-ով մասնակցի այդ տվյալները թարմացրու այսքան մասով, ու put-ը երբ որ գրում ենք, ինքը գնում թարմացնում է։ Հետագայում put-ից հետո եթե մենք get անենք, արդեն թարմացված տեսքով կբերի։ Հիմա, ինչ է անում delete-ը։ Delete-ը ջնջում է բնականաբար, բոլորս է գիտենք delete-ը ինչ անում։ Գրում ենք axios get delete։ Ուրեմն, ստեղ գրում ենք հասցեն ու ասում ենք, թե ինչը ջնջի։ Կամ բոլոր user-ներն ենք ասում, կամ ասում ենք մեկը ջնջի։ Այսքան բան, delete-ինը կարճ կոնկրետ։ Եթե պետք է ինչ-որ մի բան ջնջել, ուղղակի կանչում ենք axios-ի delete-ը, JS-ի տիրույթում երեխեք։ Բայց արդեն, հա, բանի, Angular-ի մեջ դեռի ուրիշ ձև է աշխատում այս մասը։ Կա delete մեթոդ, բայց էլի ինքը գնում է, ուղղակի ջնջում է, եթե քեզ ինչ-որ մի հատ ինֆորմացիա պետք է։ Գնում է անհատական կամ ջնջում է, կամ ամբողջական է ջնջում։ Ուրեմն, այս 4-ը հիշում ենք get, post, put ու delete։ Սրանք են մեթոդները, որոնք որ կիրառվում են։ Իրականում put-ը այդքան էլ շատ չի օգտագործվում, delete-ի հետ միասին, հիմնական ամենաշատը օգտագործվում է get-ն ու post-ը։ Երկուսն էլ շատ կիրառելի են։ Դե put-ը ըստ ոնց որ նպատակային էր, եթե այդ ժամանակ նպատակ կա, որ ինքը օգտագործվի, կօգտագործվի։ Դե delete-ն է բնականաբար նույն պրինցիպով։ Ուրեմն, էսի axios-ի զապրոցների հետ կապված երեխեք ջան այսքաններ։ Ուրեմն, եկեք, չգիտեմ, get զապրոց կարանք անենք, կարանք բերենք նկարենք սիրուն, այդ ամեն ինչը քանի որ տնայինից ինչ-որ հարց ունենք, նույն ձևով, նույն բաները, այս նույն գրածները նորից չգրենք, նորից խնդիրների մեջ դրանք չօգտագործենք, հեսա մեր մոտ նորից կօգտագործենք զապրոցները ու դրա հետ կապված խնդիրներ կլուծենք։ Կարանք չգիտեմ, ինչ-որ խնդիր լուծենք, որ get-ով ստանում է, հետո post-ով ավելացնում է ինչ-որ user ու տենց լիքը բաներ։ Բայց եկեք մի հատ էլ անդրադառնանք function constructor-ին, հասկանանք ինքը իրանից ինչ է ներկայացնում։ Ուրեմն, function constructor։ Մեր function constructor-ը իրանից ինչ է ներկայացնում երեխեք։ Function constructor-ը ինքը ֆունկցիա է, որով մենք կարողանում ենք ստեղծել բազմաթիվ նույնատիպ օբյեկտներ։ Ուրեմն, հիմա կանդրադառնանք, թե ինքը ինչի համար է ստեղծվել, հա, ինչ է ընդհանրապես իրանից ներկայացնում, որտեղ է իր կիրառությունը տեղի ունենում։ Ինքը շատ մեծ կիրառություն ունի, երեխեք ջան, function constructor-ը շատ կարևորագույն գաղափար է։ Ուրեմն, ինչ է ինքը իրանից ներկայացնում, թե ոնց է եղել, այդ արդեն հիմա խնդիրներով բանով կհասկանանք, թե որտեղից է ինքը խնդիր առաջացրել, ուրեմն, որից հետո էլ գաղափարը առաջացել է, որ մենք եկեք ստեղծենք function constructor-ը, իր մեջ ունենանք մեթոդներ ու այդ մեթոդները կիրառելով ավելի նպատակահարմարը չեմ ունենանք օբյեկտ ու օբյեկտներ անընդհատ ստեղծենք։ Օրինակ, ունենք մի հատ օբյեկտ, որը կոչվում է const user, որը որ հավասար է, ուրեմն իմ օբյեկտը բաղկացած է first name, ուրեմն, ուրեմն, last name, last name-ս Grigoryan,
ունի age ու ունի ուրեմն օբյեկտս ունի մի հատ ֆունկցիա, որը կոչվում է get full name։ Հետևյալ ֆունկցիան է իր մեջ, որտեղ ասում եմ return արա, ինձ հետ վերադարձրու dc get first name plus մի հատ պրաբել plus dc get last name։ Եթե երեխեք ունենամ, սա մի user-ի համար է, եթե ունենամ 100 user, սա ուղղակի կատաստրոֆա է, այսքան է անընդհատ const user, հետո դնեմ const user 1, հա, ու սկսեմ փոխել, ու սենց անընդհատ փոխեմ, սա խնդիր է մեծ քանակների դեպքում, ուրեմն ի տարբերություն սրան, թե ուրեմն ոնց է իր աշխատանքը, հա, տեսեք գրում եմ մի հատ օբյեկտ, իր մեջ գրում եմ մի հատ ֆունկցիա, որը ինձ հետ է վերադարձնում ամբողջական full name-ը։ Ու սենց անընդհատ, եթե ես ուզենամ 100 հատ user ունենանք, ստեղ կատարվելու է կոդի 100 անգամ կրկնություն, որը որ շատ մեծ խնդիր է, թե պահելու համար, ուրեմն երեխեք, թե իրան ինչ-որ պահելու համար, թե այդ մեծ ծավալների կոդը ընդհանրապես օգտագործելու հետ կապված միշտ խնդիրներ է առաջանում։ Իսկ սրա համար ստեղծվել է function constructor։ Ուրեմն գրվում է հետևյալ ձևով, գրվում է function, ուրեմն առաջի տառը միշտ մեծատառ։ Ու սենց մենք հասկանում ենք, որ ինքը function constructor-ը։ Եթե ֆունկցիան գրված է, ներքին պայմանավորվածություն կա։ Սովորական ֆունկցիայի անունը գրվում է փոքրատառով կամ, չգիտեմ, եթե գրում ենք user, հաջորդ սկսվող բառը username, նոր մեծատառով, function constructor-ի դեպքում ի սկզբանե գրվում է մեծատառով։ Ուրեմն function user, որը որ սպասում է first name, ստորակետ, ուրեմն last name, փոխակերպումը օբյեկտի function constructor-ի, ուրեմն ոնց է տեղի ունենում, ու ասում եմ age, որը որ հավասար է, սկզբնական արժեք եմ տալիս 0, ուրեմն ֆունկցիայից փակագծերը բացում եմ, function constructor-ի մեջ արդեն գոյություն ունի this գաղափարը, սովորական ֆունկցիայի դեպքում ասել ենք, չէ, this-ը, ուրեմն գոյություն ունի this գաղափարը։ Հիմա ասում եմ, որ ստեղ օգտագործելու համար est first name-ը, last name-ը ու age-ը function constructor-ի մեջ օգտագործումը տեղի ունենում հետևյալ ձևով, գրում եմ this get first name, որը որ հավասար է first name-ին, տեսեք, first name։ Նկատեցիք, որ user-ի տես գրում է this constructor function may be converted to class declaration։ Ուրեմն, երբ որ ինքը դառնում է արդեն իր մեջ this-ով օգտագործում, այսինքն լիարժեք դառնում է function constructor ու իր գունավորումը փոխվում է, հա? Ինքը փոխվում է, դառնում է հետևյալ ձևի օբյեկտ, այսինքն կանաչ գունավորում է ստանում։ Ու դրանով էլ է արդեն նկատելի, որ ինքը function constructor-ը։ Գրում եմ this get last name-ը հավասար է last name-ին։ Իրա մեջ եմ հայտարարում, հա, this get first name-ը հավասար է first name-ին սրան, this get last name-ը հավասարցնում եմ սրան, որպեսզի this-ով օգտագործեմ իրա մեջ, հա, ասում եմ հետևյալ օբյեկտի, ինքը էլի օբյեկտ է իրանից տակից ներկայացնում, հա, ուրեմն ասում եմ հետևյալ օբյեկտի first name-ը հավասար է դրսից ստացած first name-ին,
հավասարցնում եմ, այսինքն իմ ֆունկցիային որպես պարամետր ինչ որ փոխանցեն, ես այդ պարամետրը կվերցնեմ իմ function constructor-ի մեջ դրված first name-ին կվերագրեմ, որ ես հետագայում կարողանամ այդ this-ով օգտագործեմ իր ներսում։ Ուրեմն ասում եմ this-ի get age-ն էլ հավասար է age։ Այս age-ին։ Էսի վերցված պարամետրերս, երեխեք ջան, սիրուն վերցրեցի ու օգտագործեցի, հա, այսինքն դրսից ստացվող պարամետրերս վերցրեցի ու օգտագործեցի։ Հիմա իրա մեջ կարամ ես գրեմ մեթոդներ։ Կապի մեջ եք, չէ՞։ Հա։ Всё։ Իրա մեջ կարամ գրեմ մեթոդներ։ Օրինակ գրում եմ this, նորից this-ով է գրվում մեթոդներն են։ Get full name, հա, get full name։ Ու this-ի get full name-ը ասում եմ հավասար է ուրեմն SL ասում եմ վերադարձրու ինձ this-ի first name, last name։ Այս տողը նույնությամբ ստեղ կրկնվում։ Այս։ Էսի get full name ֆունկցիան է։ Դնում եմ get store-get, ասում եմ մի հատ էլ մեթոդ this-ի get age։ Որը որ նույնպես ասում եմ return արա, ուրեմն ձեր տարիքն է պլյուս փակագծերի մեջ, ուրեմն this-ի get age-ը եթե կա, տերնար օպերատորն ենք օգտագործում։ Ասում ենք this-ի age-ը վերադարձրու։ Եթե չկա, հակառակ դեպքում, ուղղակի ասա, որ չկա։ Գրենք տարիք չունի։ Տարիք չունի։ Գրում ենք տարիք չունի։ Ուրեմն, այս էլ էս մեթոդն է։ Սրանից հետո էլ ենք get store-get դնում, հետագայում երեխեք function constructor-ը դրսում, կանչում ու օգտագործում ենք օբյեկտ հետևյալ ձևով։ Այսինքն ստեղծում ենք օբյեկտ, ու այդ օբյեկտը արդեն մենք ունենք առանձնացված մի հատ ֆունկցիա function constructor, որը սպասում է 3 պարամետր, ու այս պարամետրերը կարաս օգտագործես։ Ու գնացինք, ասում ենք քո պարամետրերը ես վերցնում եմ իմ function constructor-ի մեջ օգտագործելու համար, հավասարցնում եմ ու function constructor-ի մեջ մենակ կարամ օգտագործեմ this-ով։ Դա որտեղ ուզում է լինի երեխեք, function constructor-ի մեջ օգտագործում ես this-ով։ Եթե Angular-ի մեջ էլ դու function constructor-ի մեջ ինչ-որ բան ես ուզում օգտագործես, բերում ինչ-որ մի բան inject ես անում, նորից օգտագործում ես this-ով։ Ուրեմն, սա մի հատ գաղափար է դրված, որից հետո դու կարող ես սրանից օգտվելով, սա function constructor-ն է։ Հիմա ոնց կարող ենք օբյեկտի ստեղծումը ոնց է տեղի ունենում երեխեք։ Գրում ենք const user 1 մի user եմ ստեղծում, որտեղ գրում եմ new user, new-ի միջոցով, հիշում եք promise-ի պես, new user, փակագիծը դնում եմ, դրսից փոխանցում եմ պարամետրերը, ասում եմ first name-ը թող լինի boolean, եկեք ես անգամ ուրիշ անում գրեմ, Աշոտ։ Ուրեմն, ասում եմ ազգանունը թող լինի Նարիմանյան, տարիքը թող լինի 25։ Ստեղ արդեն console log կանեմ, ես մի console log կանեմ, երեխեք user 1-ը արդեն հավասարացրել եմ new user-ով այս ֆունկցիային։ Հիմա ես կարամ
console log անեմ user 1-ի get ու մեթոդներն ա բերում ստեղ արդեն։ Կարամ գրեմ get full name։ Այսինքն իրա get full name-ը բերեմ, բայց քանի որ ինքը իրանից մեթոդ ա ներկայացնում, պիտի փակագծերն դնեմ, որպեսզի այդ մեթոդը կանչեմ դրսում ու օգտվեմ այդ մեթոդից։ Հիմա գնանք հասկանանք, get full name-ն ա մեզ պետք։ Ուրեմն բերեց Աշոտ Նարիմանյան։ Ստեղ դե այս բաներն ա, հա։ Ուրեմն եկեք այս function constructor-ից վերև մի հատ կոմենթենք, որպեսզի հասկանանք, թե ինչն ա բերել։ Ուրեմն ստեղ ունենք այս user-ը, որ հասկացանք, որ չէ, լավ, էսի թող բաց մնա, որ սրա հետ կապված մի հատ ճշտումները անենք, հա։ Ուրեմն function constructor ունենք, իրան կպանք ու ստեղ արդեն վերագրեցինք այս փոփոխականին, երեխեք, եթե ես ուզենամ երկրորդ օբյեկտը ստեղծեմ, ուրեմն function constructor-ից հետո օբյեկտի ստեղծումը տեղի ունենում հետևյալ ձևով։ Այս մի տողի միջոցով ես ստեղծում եմ օբյեկտ, այս user 1-ը։ Ուրեմն հետագայում արդեն user 1-ին հանգիստ կարամ վերագրեմ function constructor-ից մեջ գտնվող մեթոդները, այս մեթոդները անթիվ անհամար կարան լինեն, բայց ես դրսում արդեն քանի որ վերագրումը արել եմ, կարամ հանգիստ գրեմ user 1-ի get full name-ը։ Նույն հաջողությամբ, երեխեք, երկրորդ օբյեկտը ստեղծելու համար գրում եմ const user 2, որը որ հավասար է new user գրում եմ Վիգեն Էլբակյան, տարիքը 35։ Հիմա ստեղ կարամ console log-ի միջոցով տպեմ user 2-ի get age մեթոդը կանչեմ ու հասկանանք։ Ձեր տարիքն է 35։ Վերևինը GS-ի 54-ն է, մյուսը 56-ը։ Ուրեմն 54 տողում այս user 1-ի get full name-ն ա կանչած, իսկ 56-ում user 2-ի get age-ն ա կանչած։ Բոլոր մեթոդները այս նոր ստեղծվող օբյեկտների համար հասանելի են դրսում երեխեք ջան, երբ որ ստեղծում եք։ Բայց ի տարբերություն սրա, որը սա արդեն ֆունդամենտալ տարբերակ է այս դրսում ստեղծվող մեթոդների համար, սրանք կանչելու տարբերակներն են ընդամենը մեկ տողով, բայց եթե ես ուզենայի այս օբյեկտից 100 հատ ստեղծեի, երեխեք, ստեղ կունենամ 100 տող, բայց ստեղ պիտի ունենամ սենց մի հատ շարք։ Մի հատ էլ։ Ուրեմն ստեղ մի հատ էլ։ Ու սենց գնամ, հա։ Անունները տարբեր, մեջի գրվածները պարտադիր տարբեր։ Պետքա լիներ։ Դա քիչ է, այսքանը գրեցի, ստեղ պետքա անունը փոխեմ, հա, user 7, ստեղ գամ անունը փոխեմ, ստեղ ազգանունը փոխեմ, տարիքը, մեթոդը դե մնում է, բայց էլ իր զբաղացրած տարածքի։ Ի տարբերություն սրա, երեխեք ջան, ստեղծվել է, ուրեմն function constructor-ի գաղափարը, որը գրվում է հետևյալ ֆունկցիան, իսկ այս տողի միջոցով ստեղծում է օբյեկտ։ Օբյեկտի ներսում էլ this-ի միջոցով արդեն օգտագործվում է այս ամեն ինչը։ Ուրեմն ունենք, եկեք մի հատ սենց խնդիր էլ անենք, որ ավելի էլի պարզ լինի։ Ուրեմն եկեք այս ամեն ինչը կոմենթենք, որպեսզի չխանգարի մեր հետագա գրվածքներին ու գնանք առաջ։ Ուրեմն ունենք հետևյալ տիպի user զանգվածը։ Սա զանգվածը, որի մեջ կան օբյեկտները։ Ուրեմն գրեցինք first name, եկեք կոդավորված էլ ինչ-որ բան տանք, 123,
ուրեմն էսի առաջինն է, ուրեմն last name-ն էլ, last name-ը գտանք, հենց ինչ-որ բան, 2-1-3, այս մի հատ օբյեկտ է, 3, ուրեմն այս մեկը կփոխենք 1, 3, 2, դա last name-ը կսարքենք, 2-1-3, այս մեկն է կլինի, ինչ-որ սենց տառերի հաջորդականություն, last name-ը կմնա, պլյուս տեղը կավելացնենք մի հատ h, ուրեմն, հա, վրեժ ջան, ասա, ինչին է սխալ բերել ես գրվածքին, կարող է օբյեկտով ես գրել, ստորակետը դրել ես, ոնց կարա սխալ բերի, զանգվածը, վրեժ ջան, մեջը item-ները օբյեկտներ են, օբյեկտների մեջն էլ կա 2 key ու 2 value բնականաբար դիմացները գրված, կարողամ ինչ-որ մի հատ չակերտ, վերջակերտ բաց ես թողել, օբյեկտի փակագծերը գրել ես, վերևում կոմենթել ես սաղ, որ չխանգարի իրան, լրիվ, դե հելը բաց հասկանանք, ինչն է, որ կամ տենց կամ նկարի ուղարկի ինձ, հա, հա, վրեժ ջան, ասա, նկարի ուղարկի, նայենք, բերը զանգվածի մեջ է օբյեկտ, ոչ թե օբյեկտի մեջ օբյեկտ, այս փակագծերը քառակուսի պետքա լինեն այս վերևին, զանգվածը, user-ը, մեջը օբյեկտներ են item-ները, դզի էդի, կներեք, ալո, 10, սյո փոխեցիր, Սյո երեխեք ջան, ունենք մի հատ զանգված, իրա մեջ item-ները օբյեկտներ են, ուրեմն գնացինք, այս զանգվածից ու այս սովորական օբյեկտներ են, ճիշտ է, սրանք սովորական օբյեկտներ են, որոնք ունեն իրանց key-ը ու value-ները, հիմա փոխում ենք սա function constructor-ով, ուրեմն, ինչ ենք անում, ուրեմն, քանի որ զանգված է, այս մեր user-ի վրա, կետ գրում ենք, for each, փակագիծը դրինք, մի հատ էլ ենք դնում, քանի որ user-ը գրում ենք user, ուրեմն
Ստորագետ, մի հատ էլ ունի index։ Այս ինդեքսն էլ գրեցինք։ Գրում ենք։ Սրա ձևափոխումը դեպի function կոնստրուկտորի փոխում ենք կոնստրուկտորով։ Ուրեմն գրում եմ const new user, որը որ հավասար է, ուրեմն new, արդեն ես new լրիվ ուրիշ new է, new user, ուրեմն որտեղ ասում եմ user get first name, ստորագետ, user is get last name, ստորագետ, user-ի get age։ Ինդեքսն էլ հավասար է new user-ի։ Ստեղ console log կանենք, ուրեմն new user-ի get չունենք հələ full name-ը, դա պիտի արդեն ստեղծենք։ Ուրեմն console log կանենք, console get log, ուրեմն եկեք տպենք բանը, մեր new user-ը։ User is not defined, ինչու։ User, որը պարունակում է։ Իրոք էլ get full name։ Ես մի կոնստրուկտորը իզոլ էի հակել էլի, ուրեմն function կոնստրուկտորը մնում է երեխեք, ունեի մի հատ օբյեկտ, որը որ պետք է սարքեի, հա, այս new user-ն եմ սարքել, որը որ նորից սնվում է իմ function կոնստրուկտորից։ Այսինքն ունենամ, չգիտեմ, զանգված, որի մեջ կան օբյեկտներ, կամ նույն մեր իմացած դատան, որը մենք ստանում ենք, հա, backend-ից, եկեք այս մասը ջնջենք, որպեսզի իրար ավելի մոտենան ու ավելի բարձր, հա։ Ուրեմն, ունենամ մի հատ դատա, որը ստանում եմ back-ից, որի մեջ կա զանգված ու իր այթմները օբյեկտներ են, կամ չգիտեմ, օբյեկտ է մի անգամից, որի
մեջ գրված են արժեքներ, ես կարամ այդ ամեն ինչը կազմակերպեմ ու այդ function constructor-ի մեջ ներառեմ դա, որպեսզի կոդս համ կրճատ լինի, համ իր մեջ գրված մեթոդները կարողանամ օգտագործեմ։ Ուրեմն սրանք սովորական օբյեկտներ են, որոնք փոխվում են կոնստրուկտորով։ Վերցնում ենք հին օբյեկտը, սարքում ենք նոր user instance ու փոխարինում ենք array-ում։ Ուրեմն մեթոդներ, ինչ մեթոդ ասես իր մեջ կարա օգտագործվի երեխեք ջան։ Այս մեթոդները գրվում են ու այս ամեն մի հատ մեթոդը դրսում իրանք հասանելիություն ունեն ու դու հանգիստ կարաս այս մեթոդները վերցնես ու կիրառես։ Շատ հարմար է օգտագործելու համար, մենք function constructor-ին անդրադառնալու ենք, function constructor-ից երեխեք ջան անցում ենք կատարելու դեպի կլասներ, ուրեմն կլասը շատ հավես գաղափար է, մենք իր մասին էլ երկար կխոսենք, ինքը вообще full տարբերակն է, էլի, function constructor-ն էլ ունի իր որոշակի թերությունները, բայց function constructor-ը իր կիրառությունը չի կորցնում ու function constructor-ը շատ մեծ գաղափարապես զինված ձևով գալիս է ու Angular-ում ներկայանում է։ Ինքը շատ ուժեղ գաղափար է, շատ կիրառելի է, հենց որ function constructor-ը իմանալը շատ կարևոր է։ Իր գործառությունը, իր հիմնական նպատակը, որ կոդի կրկնությունից է խուսափում, իր մեջ գրվում են մեթոդներ, որոնք կատարում են ինչ-որ ֆունկցիոնալներ, կախված պայմանից, այդ մեթոդները դրսում հասանելի են ու կոդի կարճ գրվածք է ինքը։ Այսինքն վերածում ենք մենք իրան օբյեկտի հետևյալ ձևով, երբ որ գրում ենք ինչ-որ մի փոփոխական, հայտարարում ենք ու new-ի միջոցով տալիս ենք։ Արդեն ներսում իր, հա, այս օբյեկտից, օբյեկտը, երբ որ մենք սարքում ենք, երբ որ մենք օբյեկտ ենք սարքում, իր մեթոդը կարանք կետի միջոցով կանչենք ու օգտագործենք։ Հիմա կարանք մի հատ ասենք, չգիտեմ, ինչ-որ մի հատ խնդիր գրենք, որ տոկոսն է հաշվում, մեզ հետ է տալիս, product ենք տալիս, իր արժեքն ենք տալիս, ու ասում ենք, որ չգիտեմ, ինչ է անունը, վերցրու ու, չգիտեմ, զեղչի կամ իր արժեքից հանի նման լիքը բաներ կարանք անենք, հա։ Եկեք մի հատ տենց բան ընթացքում համ գրելով, համ հասկանալով անենք։ Ուրեմն, մի հատ functions, երեխեք այս ֆունկցիաները, որ գրվում է, այս function կոնստրուկտորները, իրանք կանան շատ ֆունդամենտալ, այսինքն հիմնային գաղափարներ լինեն դրված, որ դու գիտես, որ մի անգամ դու գրել ես, 1000 տեղ կարաս իրան օգտագործես։ Օրինակ, էսի վերադառնում է այս function constructor-ը իր մեջ ունի get full name, եթե դու ուզենաս նենց զանգված ունենաս, որտեղ լինի first name, last name, դու կարաս այդ զանգվածը բերես, օգտագործես տեղ ու իր մեթոդը վերցնես get full name, արդեն գիտես, որ մեթոդ ունի իր մեջ, որտեղ որ first name, last name կպցնում է իրար, կամ վերադարձնում է տարիքը, ու լիքը մեթոդներ կարա իր մեջ լինի։ Հիմա ունենք մի հատ function, որի անունը product է։ Գրում եմ մեծատառ արդեն ի սկզբանե, որովհետև ես գիտեմ, որ օգտագործում եմ function constructor-ի համար, ինքը ստանում է մի հատ name, հա, product-ի name-ը, մեկ էլ product-ի արժեքը։ Ուրեմն, ինչ ենք անում իր այդ տոկոսը հաշվելու համար։ Ստեղ կգրենք, քանի որ այս երկու պարամետրն է պետք է ինտեգրեմ իմ ֆունկցիայի մեջ, գրում եմ dc get name-ը հավասար է name-ին, ճիշտ է, հետո գրում եմ this get price-ը հավասար է price-ին, հիմա իր մեջ պետք է գրեմ մեթոդ, գրում եմ this ու գրում եմ with discount, այսինքն կամ չգիտեմ this get տոկոս,
որը որ հավասար է, ստեղ մի հատ արժեք կտանք, հա, percent արժեք կտանք, որը ուրեմն, կասենք մեզ հետ վերադարձրու, ուրեմն ինչ արժեք որ տանք, հա, այդքան տոկոսով հաշվի, այսինքն տոկոսը ոնց են հաշվում երեխեք, ով կասի, որ այդ արժեքից, ասենք չգիտեմ, մի հատ հեռախոս ունենք, ինքը արժի $1000, խոսքի, դոլարով ենք հաշվում, արժի $1000, մենք պետք է ասենք, թե այդ 10%-ը որ զեղչվի, արդեն իր արժեքը ինչքան կմնա, հիմա մենք այդ դրա տոկոսը ոնց ենք հաշվելու, ոնց ենք գրելու բանաձևը, մեր price-ը, մեր օգտագործված, ինչ անենք, ճիշտ է, բայց քանի որ վերջնական արդյունք ստանանք, ասենք չգիտեմ, 1000%-ի 10%-ը, ինչն է, 100-ն է, չէ, քանի որ հետո մենք արդեն պետք է հաճախորդին ասենք զեղչված արժեքը, ասենք 10% զեղչվում է, ձեր ապրանքը 10% զեղչվելու դեպքում կազմեց 900, չէ, դրա համար պետք է այդ ասածը ճիշտ է տոկոս հաշվելը, բայց պետք է նաև նախնական արժեքից, DC price-ից հանենք դա, հանենք, փակագծի մեջ արդեն անեի ասածը կգրենք, DC get price անգամ, ճիշտ է, անգամ percent-ի միջոցով տոկոսն ենք փոխանցելու, percent ու սա բաժանում ենք 100-ի, այս է մեթոդի համար, հիմա ոնց ենք օգտագործում իրան դրսում, ասում ենք const ապրանք հավասար է, ուրեմն new product product-ի անունը կասենք, որ հեռախոս է, իր արժեքն է կասենք, որ 1000 է, հիմա ստեղ get ստորակետ, console log-ի մեջ կտպենք, ապրանքի get տոկոս մեթոդը, որին կփոխանցենք, կասենք հաշվի 20%-ը ու մեզ հետ վերադարձնում, կոնսոլի մեջ ինչա տպելու երեխեք, ճիշտ է, ոնց 800 ստացանք, ապրես, ստացանք 800, քանի որ մենք ի սկզբանե այս մեթոդի մեջ դրել ենք DC get price-ից հանած այդ տոկոսը, չէ, քանի որ տոկոսն էլ տալիս ենք 20%-ով, այս 20-ը գնում է նստում այս percent-ի մոտ, առանձին մեթոդն ենք կանչում, մեթոդին արժեք տալու համար մենք դնում ենք այս փակագծերի մեջ, այս փակագծերն արժեք սպասում, որպեսզի օգտագործի իր մեջ։ Ուրեմն երեխեք ջան, այսօր ինչ անցանք, get-ը ստանալ տվյալ, post ստեղծել տվյալ, put-ը update անել, թարմացնել, delete-ը ջնջել, function constructor նախատեսված է կոդի կրկնությունից խուսափելու համար, ավելի արդյունավետ ու մեթոդներով ֆունկցիա ներկայացնելու համար, հետագայում նաև իրան օբյեկտի վերածելու, իր մեթոդները օգտագործելու համար։ Ունի շատ մեծ կիրառություն, ուտի հետագայում արդեն պարզ կլինի այդ ամեն ինչը։ Հիմա եկեք անդրադառնանք այն տնայինի խնդրին ու գնանք առաջ։
Ինչ անենք, մի անգամից դնենք այդ խնդիրը սկզբից եւ այդ լուծենք, հա։ Պետքա դիմենք հետևյալ բանին, endpoint-ին եւ ստանալ զանգվածը հետևյալ օբյեկտով։ Ամեն օբյեկտի համար ունենալ div, որը կպարունակի user ID title, քանի որ շատ մեծ է լինելու զանգվածը ավելացնել scroll տվյալ div-ի ներսում, change directory button-ին կլիկ անելուց պետքա դատարկել ամբողջ ինֆորմացիան եւ թողնել միայն վերևի մասը, հետո երկրորդ հատվածը կանենք, դե եթե անելու ենք, եկեք սաղ էլ անենք, ուրեմն գնացինք index.html-ում, ինչ ենք անում երեխեք ջան, ուրեմն Axios-ի script-ը ունենք, ով չունի կպցրած է script-ը, երեխեք կպցնում ենք պարտադիր Axios-ի, որտեղ zaпрос ենք օգտագործելու իր մեջ, ես մեր div-ը մաքրում ենք body-ի մեջից ու գրում ենք, ուրեմն պետք է ունենանք մի հատ div, իր կլասը կտանք բան, չգիտեմ, container, ուրեմն այս container-ի մեջ ունենալու ենք նորից մի հատ div, երեխեք, ունենալու ենք էլի մի հատ div ենք ունենալու, իր կլասն է կտանք top bar, սենց ինչ-որ բան, կամ կարա մեջտեղի գծիկով անենք, ուրեմն կունենանք մի հատ ինչ button, այս button-ը ինչ էր անունը change directory, ուրեմն change directory, ուրեմն button-ին կտանք, եկեք տանք մի հատ, չգիտեմ, ID, ուրեմն ID-ն է կդնենք clear button, հիմա մի հատ էլ input-ի համար կպահենք, ուրեմն կունենանք մի հատ էլ div, որի կլասը կասենք, որ search box-ա, սրա մեջ էլ այդ searching-ները կանենք, իրա մեջ կդնենք մի հատ input, ուրեմն input-ի type-ը կտանք text, ուր մեկ էլ ID կտանք, ID-ն է կտանք search input, էլ placeholder բանման չենք էլ անի, ուրեմն մի հատ էլ կդնենք նկար, են refresh-ի համար, ուրեմն image կասենք, որ դու այս հարսիով հավասար ես, ինչ անենք, այդ refresh-ը ոնց բերենք, ստե չունենք հեչ դրանից, ինչ է, այդ refresh-ից, գնանք կաշենք, դի ոնց որ բան է ուղարկի, դες PNG է ուղարկել, բայց էդի այս կոմպի մեջ է չի, refresh icon, Google Fonts-ի մեջի տեսա կքաշենք, կամ չգիտեմ ստեից, դե հա կարանք ուղարկի տնենք սենց, PNG-ը, թե չէ, էսա PNG-ը, save image, ստե կտնենք մի անգամից, desktop, բաղանից, image, ստե կտնենք,
refresh Да, в общем, կանենք կդնենք src-ին, ուրեմն կասենք image-ի մեջի refresh արի դրվի file co-id-ին կտանք refresh icon ու կասենք դա մի հատ է class տանք refresh այս էլ image-ը փակենք այս div-երը փակվան այս div-երի տակն է ինչ ասում մի հատ ուրեմն realistic-ով ասած նույնավելիստիկից ուղարկել նկարափոքր չափով նրա վրա կլիկ անենք դուրս գնալ դիմել albums-ին հա լավ օքեյ մի հատ է div կունենանք ստե այդ բաների համար div կունենանք id-ին կդնենք albums container class-ն կասենք albums մի գնանք change directory-նա մի հատ գնանք css-ական հատկությունները տանք ուրեմն ինչ ունեմ մի հատ container ունեմ ուրեմն stake-ում եմ css-ում ուրեմն container որին կասեմ որ ուրեմն width-ը 400 պիքսել է ուրեմն margin-ը ուրեմն 50 պիքսել auto է ու կասեմ այդ ոչ մի բան իր ատակի div-ը ինչ էր top bar ստեղ կասեմ top bar-ը կամ սա կմցնեմ իրան top bar-ին ուրեմն top bar-ին կասեմ քո display-ը flex-ա justify content-ը space between-ը ու կասեմ մի քիչ margin bottom ունեցի մի 10 պիքսելի չափով ուրեմն top bar-ից բացի ունենք մի հատ էլ ինչ է top bar-ից բացի search box ունեմ մի հատ էլ իրա մեջ եմ գրում էլի ու ասում եմ search box-ը դել հարազատ թող ուղղակի padding ունենա որի մեջ էլ input-ն է մի 5 պիքսելի չափով հիմա այս search box-ի մեջ էլ երեխեք ունենք կետ ավելի ճիշտ կասեմ իրա մեջի input-ը search box-ի մեջի input-ին կասեմ top bar-ներ մի րոպե
այս padding-ը կտամ input-ին, ավելի լավ կլինի։ Ուրեմն search box-ին եք ասեմ, քո display-ն էլ flex։ Ուրեմն align items-ը center ու կասեմ, որ դու flex ունես, ուրեմն գապել կունենաս մի 5 պիքսելի չափով։ Ուրեմն այս էլ գրեցինք, input-ն էլ ունեցանք, եկեք մի հատ բանին, refresh icon-ին բան անենք, այսի search box-ի մեջ էր refresh icon-ը, երեխեք։ Ուրեմն, ահա, input-ը ու search box-ի մեջ է։ Всё, եթե search box-ի մեջ է, իրան ասում եմ get, ուրեմն refresh icon-ը, refresh, այս ճիշտ է, refresh icon-ը, ուրեմն, փոքրացնում եմ բնականաբար, width-ը 20 պիքսել, ու ասում եմ, որ քո կուրսորը width-ը height-ն էլ հետ է։ Ուրեմն, կուրսորն է կտանք pointer։ Կուրսորն է pointer, չէ՞, այս չէ գրվում, pointer, ճիշտ է։ Մնաց այս տակի դիվը մենակ այսի։ Այս սրան է մի հատ կոնտեյների մեջ արդեն ինքն էլ get albums, ուրեմն իրան եք ասենք, որ քո width-ը 300 պիքսել է, հետո կասենք, քանի որ իրան մեջ ինֆորմացիա է մեզ լցվելու, եկեք overflow y-ը տանք out-ով, ու կտանք բան, իրան մի հատ, չգիտեմ, border make pixel solid black, ու կտանք մի քիչ 10 պիքսելի չափ։ Всё։ Հիմա եկեք գնանք մի հատ հասկանանք ինչ ունենք, change directory-ն է, այս մեր input-ն է, եկեք մի հատ placeholder ուղղակի մեջը գրենք, placeholder typing text, այս ուղղակի, այս իր refresh-իկն է, այս էլ մեր div-ն է, այսը change directory-ն։ Հիմա մնում է լոգիկաները տանք, ուրեմն, երեխեք ջան, JavaScript-ի մեջ գնում ենք, վերցնում ենք հլվոր մեր էլեմենտները, ճիշտ է, ուրեմն, մեկը կոնտեյներներ, ուրեմն, մեկը ես վերցնելու հաստատ, ուրեմն, գրում եմ, const, container, որը որ հավասար է, document, get element by id, ու ասում եմ ստեղ, albums container, կվերցնենք input-ը button-ը ու icon-ը, սրան կտանք, կասենք, որ դու search input-ն ես, քո ID-ն հենց այդ ձևով էր,
Հաջորդին կասենք, որ դու button-ն ես, clear դու այս մյուսին էլ կասենք, դու էլ refresh icon ես։ Բազի սխալ բունքից image-ին refresh icon։ Վերցրեցինք ուրեմն երեխեք ջան, այն մեծ div-ը, input-ը, button-ը, մեկ է refresh icon-ը։ Այսինքն այս մեր բոլոր էլեմենտները վերցրել ենք, ճիշտ է, button-ը, input-ը, refresh icon-ը ու այս div-ը ալբոմների, որի մեջ որ պետքա ինքը լցվի։ Ուրեմն ինչ պետքա անենք։ Zapros-ը կգնենք, հետևել են ստանել զանգվածը հետևյալ օբյեկտը։ Ամեն օբյեկտի համեմատի, որը կպարունակի user ID։ Title, քանի որ շատ մեծ է լինելու զանգվածը ավելացնես for div-ի ներսում։ Ավելացրեցինք։ Հիմա ինչ ենք անում։ Ուրեմն, երեխեք, սովորաբար պահում ենք մի հատ զանգված, որի մեջ պետքա մեր հետ եկած դատան վերցնենք ու պահենք, որ ամեն անգամ չգրենք, չգիտեմ, response-ի կետ էսի, ինչ կետ են ինչ, այս բաները չգրելու համար մենք պահում ենք մի հատ, ուրեմն, տենց զանգված։ Ուրեմն, ասում ենք all albums, որը որ հավասար է մի հատ դատարկ զանգվածի։ Սա Zapros-ը կգնենք։ Ալբոմները պահենք, իրա մեջ լցենք։ Գրենք մի հատ ֆունկցիա, որը իրա մեջ կանի get-ը, մեզ հետ կվերադարձնի, այդ ալբոմները response-ի դատան կպահենք իրա մեջ։ Ու լավ եկեք այդ մասը գրենք function, ուրեմն get albums, ճիշտ է, albums, ուրեմն ինձ իրա մեջ էր, կանենք այդ Zapros-ները, կգրենք Axios, get, ոնց էր այդ բանը, մի րոպե, այսի ալբոմներն է, այս albums, սենց, սա վերցնում եմ, գնացինք, Axios get, շակերտների մեջ, սա դրեցի, ու ալբոմսները, հիմա գալիս եմ գրում եմ get, then, ճիշտ է, ու ստեղ ասում եմ, ուրեմն,
function հակագծի մեջ response որտեղ ասում եմ, որ այս իմ զանգվածը, այս իմ ալբոմները հավասար է response-ի կետ data-ին։ Հավասարցնում եմ դրան։ Ու կարամ մի հատ է console log հասկանանք։ Console log all albums։ Մի հատ հլը հասկանանք։ Ունեցանք թե չէ։ Հոպա console-ի մեջ։ Դե ինչ ասում։ Ստացել ենք հաստատ ուղղակի ժամանակային խնդիրով ինչը բան անում, ուրեմն մի րոպե response-ի կետ data-ն եկեք բան անեմ։ Այստեղ հասկանանք հասնում է, եթե հասնում է չհասկացա։ Ֆունկցիան չեմ Բերեց։ Բերում է, ուստեղ շատ հանգիստ վերագրում է։ Հենց որ albums-ին albums-ը հավասարեցնում ենք response-ի կետ data-ին։ Հələ էս կանչը դադարեցնում ենք ու ուստեղ ասում ենք։ Մի հատ իրա catch-ն է գրենք, d-ն է գրել ենք, մի հատ կետ catch-ն է կգրենք։ Catch-ի ժամանակ էլ ասում է, որ ուրեմն function-ը ու իրա մեջ error, հա, կարանք error function-ով միշտ չգրենք, երեխեք ջան, ինչ է error, ուրեմն, այս է sense ու ասում ենք, որ ինչ է function-ը, catch-ին այս մի փակագիծը, ուրեմն, catch-ը function-ը error, որտեղ console log-ը ալնում, console log, error, error-ը կտպի catch-ի մեջ, այսի get album մեթոդն է, որը որ zaпрос-ը անում է, բերում է data-ն այս դատարկ զանգվածի մեջ է լցում, եթե չէ error է տպում։ Ուրեմն, այսի դրա մեջ է։ Հիմա գոյություն ունի մի հատ ֆունկցիա, function render albums, որը որ ստանում է մի հատ data։ Այս data-ն էլ այն data-ն է, որը որ այստեղից ստանում ենք։ Այս response-ի կետ data-ն է, որ պահել ենք բանի մեջ։ Հիմա այսին կոնտեյներս, այն ներքևի դրած div-ներ, այսա էր, հա, այսի կոնտեյներն էր իմ համար, ու այսի։ Հիմա ես գալիս եմ, որ էր JS-ի մեջ, ասում եմ, որ ուրեմն կոնտեյներից կետ inner.html-ը հավասար է դատարկ։ Հիմա ասում եմ, այս դատան, որ ստացել եմ, ինքը զանգված է, ճիշտ է, իրա վրա ֆռում եմ for each, array-ս դատան է, հետի մաքրում եմ, էլեմենտիս անունը գրում եմ, ուրեմն,
function, function album, այս սլաքը մաքրվում է, որտեղ error function չեմ գրում, սովորական function եմ գրում, ուրեմն, սպե ասում եմ, մի հատ div եմ ստեղծում, որ div-երի մեջ սիրում գրեմ, const div-ը հավասար է, էլեմենտը ստեղծում էի, document get create element, հակագիր, ու ասում էի, թե ինչ էլեմենտ, հա, օրինակ, ուրեմն գրում եմ, div-ի get, մի հատ class սարքեմ էլ չէ թվում, class name-ը հավասար է album, div-ի get inner HTML-ն էլ հավասար է, դնում եմ tag ճակերտներ ու իրա մեջ գրում եմ, tag ճակերտների մեջ, ուրեմն մի հատ span, span չէ, pet, user, վերջակետ, ու գրում եմ նորից p, հակեցի p, ուրեմն, եթե տենց գրեմ, p-ով գրեմ, չիրին, եկեք span գրեմ, span, style span, հետո գրում եմ $, ձևավոր փակագծերը, ասում եմ album-ի get user ID, ուստե մի հատ գրում եմ year, album-ի user ID-ն եմ ուզում, սենց գրամ, որ հանգած խնդիր չլինի, հիմա այս տակը նորից գրում եմ span, ուրեմն title, վերջակետ, tag span, ուստի գրում եմ $, album-ի get title, փոքր կարող է գրում, ուրեմն, ասում եմ, որ container-ից մեջ get append child-արա div-ը, ճիշտ է, այս է render albums, ալբումներն են գրում նստում, հիմա մնաց երեխեք, search input-ի գաղափարը մեկ է clear button-ի, ուրեմն գրում եմ search input get event listener, event եմ կախելու իրա վրա, ուրեմն ասում եմ k-up, k-up-ի ժամանակ ստորակետ, ուրեմն function, գրում եմ event, value-ի մեջ, value եմ ստեղծում, որը որ հավասար է, event-ի get target, get value-ն, get to lowercase, lower
case, որ մեծատառը լինի, փոքրատառ համեմատի։ Ստեղ ասում եմ, եթե իմ value-ն դատարկ է, ուրեմն ինչ պետք է անի, եթե դատարկ է։ Render albums մեթոդ ֆունկցիան է կանչում, փոխանցում է albums։ Ու return անում։ Իսկ ստեղ երեխեք դնում ենք ֆիլտրացիայի մեթոդը։ Ասում ենք const filterit, որն է որ հավասար է albums get filter response-ի data-ի այն զանգվածը, որ վերագրել ենք, դրա վրա filter ենք կանչում։ Get filter, ուրեմն, սրա մեջ ասում եմ, որ function album որտեղ պետք է return անի album-ի get title get to lowercase get includes ինչը input-ի մեջի գրված value, որ համեմատի, այդ մեր գրվածքը title-ի հետ կապ ունի, թե չէ։ Render albums, ուստեղ ասում ենք filterit, այս մեթոդը։ Փոխանցում եմ իրան։ Java ֆունկցիոնալներով խնդիր է։ Ուրեմն ստեղ ունենք clear button, որտեղ պետք է ասենք, որ իրա վրա native listener ենք կախում, ու ասում ենք, որ քեզ տալիս ենք մեթոդ click, click, ու ասում ենք, որ դու ունես մի հատ function, որտեղ ասում ենք container-ի get inner HTML-ը դատարկում ես դու, հավասար է դատարկի։ Իսկ refresh icon-ին, երեխեք, refresh icon-ին բերում ենք, ստեղ, ասում ենք refresh icon ջարքով վրա ենք native listener կախում, քեզ տալիս ենք էլի click, ու դու ունես մի հատ էլի function, ու ասում ենք դու search input-ի value-ն ես դատարկում, ու բան ես անում, get albums ֆունկցիան ես կանչում։ Մի հատ էլ ես ֆունկցիայի կանչը, այ հիմա դրսում կկազմակերպենք, այսինքն։ Ու երեխեք, կգանք ստեղ երբ որ zaпрос-ը լինում է, այսի հետ էլ այս response-ի get data-ին երբ որ հավասարվում է, ստեղ ասում ենք render albums ու իրան փոխանցում ենք all
ալբում սա, իսկ այս սրա, այս բանը, որ գրել ենք, ինչ էր անունը, կլասը ալբում, որ գրել ենք, միած թայլ տանք այս ալբումին, ուրեմն ասենք, որ դու ինչ ունես, get ալբում, դու ունես padding 10 պիքսելի չափով, ու կարա ինչ ունենա, border, bottom, make pixel solid green թողնի, վերում լեցումը, երեխեք, հիմա ուզում ենք այս սրա հետ կապված search անենք, մենակ իրան բերեց, երբ որ refresh icon-ին եմ անում, input-ից դուրս է գալիս, change directory եմ անում, սաղ մեջից ջնջում է, ուրեմն, երբ որ refresh եմ տալիս edges, տեսեք, գնաց է ալբումներից բերել է, user 1, ուրեմն title-ը, ուրեմն user ID-ն 1 է դրել, quidem molestim n-ին, ճիշտ է, sound, quay, այս սրանք է սաղ բերել դրել, sound, quay, ուրեմն բերել է սաղ, user 1, սենց սիրուն սաղ ճարել է, ուղակի ժամանակ լիներ, արդեն էսի ուղակի ինքը user 1-երով է գրած, դրա համար եմ տեսեք 1, ստեղ մի քիչ տարօրինակ է, հետո նոր գալիս է երկուսներով, հիմա սա բերում է լցում է, ըստ մեր խնդրի պահանջի, ասում էր, եթե change directory եմ անում, թող դատարկի, եթե նորից refresh եմ անում edge-ը լցում է, typing text, ուրեմն search-ի լոգիկան, որը անում է quidem, եթե գրեմ, մի հատ է պրաբել եմ անում, արդեն մնում է մենակ այս տեքստը, եթե refresh-ի icon-ին եմ անում, input-ը դատարկում է, այսինքն իմ search-ի լոգիկան էլ ստեղ չի գործում, պարզ էր երեխեք ջան, ժամանակատար էր համաձայն եմ, բայց դե Ընթիրա, պետք է տանջվել, հա, ֆիլտր անել, գտնել, include-ով բան ես անում, input-ի value-ն ես ճարում, մտնում ես մեջը, clear button-ի refresh-ինը սրանք շատ պրաստո էին, այս բանինը, ֆիլտրինն է մի քիչ, այս search input-ինն է մի քիչ բան, որ պետք է անես, էլի, եթե value-ն չկա, այս բանն ես կանչում, մեթոդն ես կանչում, ֆունկցիաները իրար մեջ կանչելը, այս zaprosինը դե արդեն արել էինք սենց բան, էսի պարզ էր, քիչ այս մասներ, չնայած սենց բանել են կարել, բայց search input-ի լոգիկան է ստեղ ամենակարևորագույնը, որ ինքը գնար lower case-ով, target-ի value event-ի, էսի նույն event-ն ամեն իմացած, հա, ստեղ ուղղակի պետք է գրենք event, ամեն անգամ event ենք գրել, կարանք event-ով էլ թողենք, սո երեխեք ջան, այսքանը, լավ ուշացան կեսով, բայց դե ոչինչ, կարևորը ստացվեց այն ինչը որ ուզում ենք, ձեր տնային առաջադրանքները ուղարկել եմ, կանեք, post-ից, get-ից, put-ից ու delete-ից ինչ-որ առաջադրանքներ չկա, առաջադրանքը մենակ function constructor-ից է ու բանը, դրանք կանեք, այդքանը կանեք ուղարկեք, հաջորդ դասին արդեն էլի function constructor-ից կխոսանք, իրա մեջի մեթոդներից ու երևի անցումը կլասից, շատ բան մեզ չի մնացել բանից, հա, GS-ից